Ողջույն, մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով, այս անգամ Տավուշի մարզից։ Նոյեմբերանից մեկնում ենք դեպի Բերդ։ Երեք հանրային հեռուստատեսության եթերում մեր գործընկերուհի Աննա Գրիգորյանը բարձրացրեց մի կարևոր հարց, որը վերջին արդեն 6 տարիներին պարբերաբար արձակվում է։ Խոսքը վերաբերվում է 2020 թվականի դեկտեմբեր 17-18-ին Սյունիքում հայկական զինված ուժերի մոտ 15-20 կիլոմետրի հետ քաշվելուն եւ դրան հաջորդող Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանին հանձնելու։ Դեռ 20 թվականի դեկտեմբերի 17-ից մեծ աղմուկ էր բարձրացել, թե ինչպես է տեղի ունեցել այդ գործողությունը։ Ինչու մեր զորքերը եկան այնինչ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հատուկ կետով նշված էր, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնում են։ Եվ ինչու Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը հանձնվեց թշնամու առանց որևէ գործողության։ Տարբեր ժամանակներ իշխանությունը տարբեր պատճառաբանություններ բերում։ Մեկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե չէ պատերազմ կլինի, ամեն մեկը մի պատճառաբանություն։ Աննա Գրիգորյանի հետ տարբեր գերատեսչություններ մի քանի ամիս շարունակ հարցումներ էին կանում Պաշտպանության նախարարություն, կառավարություն, թե ի վերջո ինչ փաստաթղթի հիման վրա է այդ գործողությունը տեղի ունեցել։ Քայլ լռություն, տարբեր պատճառաբանություն էին բերում, մինչև մի օր պատահաբար Գլխավոր շտաբի պետի ստորագրությամբ ստացա գրություն, որ այդ ամենը տեղի է ունեցել փաստաթղթի հիման վրա։ Զորքերը ետ են քաշվել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրած դեկտեմբերի 20 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված փաստաթղթի հիման վրա։ Այդ փաստաթղթին ծանոթացել եմ, փաստաթուղթը համարվում է գաղտնի, բայց այդ փաստաթղթի գրեթե ամբողջը նույն փաստաթուղթը դեռ 21 թվականի փետրվարին հրապարակվել էր մամուլում եւ իշխանությունը որևէ կերպ պաշտոնապես այդպես էլ չհերքեց այդ փաստաթուղթը։ Կարող եք ընթերցել, բայց այստեղ կա մի կարևոր բան։ Հայաստանի անունից Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ստորագրում է փաստաթուղթ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը, գլխավոր շտաբի պետը տեղյակ չեն լինում այն բովանդակության հետ, որը միմիայն Նիկոլ Փաշինյանի գիտությամբ Վաղարշակ Հարությունյանը այդ ժամանակ ստորագրել է։ Եվ այնքան վիզը ծռած վիճակում էր այդ օրվա Հայաստանի իշխանությունը, որ նույնիսկ չհամարձակվեց այդ փաստաթղթի բոլոր կետերը պահպանելու շնորհիվ Գորիս-Կապան ճանապարհի հատվածները պահել մեր սահմանապահ զորքերի, մեր զինված ուժերի վերահսկողության տակ։ Ինչպես նախորդ 6 տարիներին Նիկոլ Փաշինյանը ամեն զիջում պատճառաբանում է, թե չէ կռիվ կլինի։ Նույն այս Տավուշ աշխարհում 24 թվականի զիջումները էլի Նիկոլ Փաշինյանը նախորդին հայտարարում է, թե չէ Իջևանի կեսը կհայտնվեր թշնամու ձեռքը։ Էդ է քո բերած խաղաղությունը։ Լավ մնացեք, կհանդիպենք։